Անկեղծ եմ ասում, ծիծաղը սահավոր գալիս է, սենց բան չկա, ուրեմն սա ինչերի է դիմում։ Ինձ զանգահարել էր մի հատ շատ հայտնի պայծառատես, ես անկեղծ ասեմ 35 տարեկան կդառնամ շուտով, ես չեմ դիմում պայծառատեսներին, իրանց էլ անուն չեմ դնում, ուղղակի ես Աստծուն եմ միայն հավատում։ Ուրեմն սա դիմում է, մի անգամ դիմում է աղբոր կնգա վրա, որ թուղթուկ իրանեն, մի անգամ դիմում է հարազատ տղու կնոջ վրա, հարսի վրա, որ թուղթուկ իրանեն։ Բազմիցս դիմում է քաղաքական գործիչների, նկարներով գնում այդ պայծառատեսների տներ։ Արդեն խոսքի այն աստիճան է հասնում, որ տանում այդ պայծառատեսին մոտիկ մարդու նկար, որ այդ մարդը մերժում ասում է չեմ անելու, ու էսի աբիժնիկ է մնում, հելնում ստեղ այնտեղ տարածում այդ պայծառատեսի անունը, որ ինքը ձեր վրա է սարային արել, բայց բարձվում է ինքն է տարել նկարները։ Ես սենց ստորություն, սենց չարացած կյանքի հանդեպ մարդ հլը չէի հանդիպել, ճիշտ եմ ասում։ Հիմա վստահ եմ իմ նկարն էլ է տանելու, բայց Աստված ինձ այնքան շատ է սիրում, որ քո այդ մոգությունը իմ վրա չի ազդի։ Դու հիշիր, դու քո կյանքում 14-ը չես կարող տարբերես, մի հատ քեզ օրինակ բերեմ։ Մի 2.5 տարի առաջ լավ հիշի, որ մի հատ աղջկա հետ ես շփվել մի քանի ամիս, չես հասկացել, որ ինքը տրանսգենդեր է, հենց իմացել ես իրան վարքաբեկել ես ու դրա համար մեծ պատասխան ես տվել իրան։ Հիշի դու ով ես։ Այս պահին էլ իմացանք թուղթուկ իրանող ես։ Այս են ժողովուրդ ջան, ստույկ ինֆոներով կիսվում եք իմ հետ, թող հասարակությունը իմանան սրանք ովքեր են, սրանց մուտիտներին չհավատան, թացը չորից տարբեր են, որովհետև սրանք դնում են իրանց մեծ բանի տեղ, հելնում են մեծ խոսում են, ժողովրդի տեսակ կա, որ այս կյանքից կարող է բան չի հասկանում, սրանց լսի, չնայած սրան լսող չկա, բայց ուզում եմ պայքարեմ դրա դեմ, որ սրան ընդհանրապես չլսեք, ես չար չի, թուղթուկ իրանով։ Մամա թուղթուկ իրաներ ջահել սիրած ճար է իրան, չի կպնում, չէ։ Ալո, գրգու, եմ ոնց են ասում, ագրկա մերնում եմ, եթե ես կարապ խոսամ կեզ խիտամ, իմ փոխտաս, որ ես կեզ ինֆոտամ, ալո, գրգու, եմ ոնց են ասում, ագրկա մերնում եմ, եթե ես կարապ խոսամ կեզ խիտամ, իմ փոխտաս, որ ես կեզ ինֆոտամ,